Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ AIF-ի կառուցվածքը եւ գործառույթները թեման։ Ինչպես հիշում եք, միասին ուսումնասիրեցինք տարբեր օրգանական նյութերի, սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների կառուցվածքը, դրանց հատկությունները եւ կատարած գործառույթները, խոսեցինք նաեւ անօրգանական եւ օրգանական նյութերի առանձնահատկությունների, ԴՆԹ-ի եւ ՌՆԹ-ի կառուցվածքային նմանությունների, տարբերությունների, դրանց հատկությունների եւ կատարած գործառույթների մասին։ Եվ այսօր հերթը հասել է մի շատ կարևոր օրգանական նյութի ադենոզին եւ ֆոսֆորական թթվի ուսումնասիրմանը։ Հիմա խոսելու ենք AIF-ի կառուցվածքի եւ դրա գործառույթների մասին։ AIF-ը կամ ադենոզին եւ ֆոսֆորական թթուն նուկլեոզիդ եւ ֆոսֆատ է, կազմված է ազոտական հիմքից, ածխաջրից եւ ֆոսֆորական թթվի մնացորդից։ Բջջում միջին քանակը 0.04% է, առավել մեծ քանակը մկաններում է 0.2-ից 0.5%։ Լավ լուծվում է ջրում, կայուն է միայն pH-ը 6.8-ից 7.4 միջակայքում, սակայն եթե pH-ը բարձրացնենք, հեշտ հիդրոլիզվում է։ Աղ է իր կառուցվածքով եւ ոչ թե թթու, իսկ անվանումը ադենոզին եւ ֆոսֆորական թթու թող ձեզ չշփոթեցնի, անունը ստացել է ի շնորհիվ այն բանի, որ պարունակում է ֆոսֆորական թթվի մնացորդներ։ Կյանքի տևողությունը մոտավորապես մինչև 1 րոպե է եւ անընդհատ սինթեզվում է բջջում, քանի որ սրա պաշարները հնարավոր չէ կուտակել եւ անընդհատ զբաղվում է կենսագործունեության, նյութափոխանակության այլ գործընթացների ընթացքում։ Մեկ օրում սինթեզվում է մոտավորապես 40 կիլոգրամ AIF եւ յուրաքանչյուր պահ բջջում առկա է 250 գրամ AIF։ AIF-ը իր կառուցվածքով շատ նման է ռիբոնուկլեոտիդ ադենինին, կազմված է ազոտական հիմքից, ածխաջուր ռիբոզից եւ 3 ֆոսֆորական թթվի մնացորդից։ Ինչպես տեսնում ենք, 3 ֆոսֆորական թթուները միմյանց միանում են առաջացնելով ջուր եւ թթվածինը, որը կապելու է 2 ֆոսֆորական թթվի մնացորդները միմյանց, առաջացնելու է մակրոերկիկ կապեր։ Եվ այսպես 3 ֆոսֆորական թթվի մնացորդների միջև առաջանալու է 2 մակրոերկիկ կապ, որը ունի շատ մեծ էներգետիկ արժեք։ Հիշեցնեմ նաև, որ ադենինի եւ ածխաջրի ռիբոզի միջև առաջանում է գլիկոզիդային կապ, եւ քանի որ ունենք 3 ֆոսֆատ, նրանց անվանելու ենք ալֆա, բետա եւ գամմա, եւ ալֆան տեղավորված է լինելու ածխաջրին ավելի մոտ։ Հիմա խոսենք AIF-ի սինթեզի մասին։ AIF-ը բջջում սինթեզվում է գլիկոլիզ եւ շնչառություն փուլերի արդյունքում։ AIF-ի սինթեզը բուսական բջիջներում իրականանալու է ցիտոպլազմայում, քլորոպլաստներում լուսնային փուլի ընթացքում եւ միտոքոնդրիումներում։ Կենդանական բջիջներում կարող է առաջանալ ցիտոպլազմայում գլիկոլիզ եւ միտոքոնդրիումներում շնչառություն։ Իսկ պրոկարիոտ բջիջներում, քանի որ առկա չեն միտոքոնդրիումներ եւ առհասարակ չկան օրգանոիդներ, այստեղ գործընթացը իրականանալու է ցիտոպլազմայում։ AIF-ի սինթեզը իրականանում է AKF-ի կամ ադենոզին կրկնաֆոսֆորական թթվի ֆոսֆորիլացման ճանապարհով, AKF-ն գումարվելու է H3PO4-ին, ֆոսֆորական թթվի մնացորդին եւ առաջացնելու AIF եւ ջուր։ Այն ընթանալու է 3 ճանապարհով՝ սուբստրատային ֆոսֆորիլացում, երբ անօրգանական ֆոսֆատի ուղղակի տեղափոխում է նկատվում AKF-ի վրա, օքսիդային ֆոսֆորիլացում, ի դեպ որի օրինակը ներկայացված էր ձեր դասագրքերում, այն օրգանական նյութի օքսիդացման էներգիայի կուտակումն է միտոքոնդրիումներում, եւ ֆոտոֆոսֆորիլացում, որը ինչպես նշեցի, իրականանալու է թիլակոիդներում, այսինքն քլորոպլաստներում եւ մեմբրանային պոտենցիալի առաջացմամբ լույսի էներգիայի հաշվին։ Հիմա խոսենք, թե ինչպես է իրականանում գործընթացը։ Ինչպես գիտեք, մեր սնունդը հարուստ է ածխաջրերով, լիպիդներով եւ սպիտակուցներով։ Որպես առաջնային էներգետիկ մենք օգտագործելու ենք ածխաջուրը, քանի որ իհարկե լիպիդներում 2 անգամ ավելի շատ էներգիա է անջատվում, քան ածխաջրերում եւ սպիտակուցներում, բայց ածխաջրերը ավելի հեշտ են ճեղքվում։ Եվ այսպես պոլիսախարիդներով սնունդը, երբ անցնում է բերանի խոռոչ, պոլիսախարիդները պտիալին ֆերմենտի ազդեցության տակ ենթարկվելու են ճեղքման, առաջացնելով օլիգոսախարիդներ, իսկ նաև որոշ դեպքերում մոնոսախարիդներ։ Այս օլիգոսախարիդները
հետագա ենթարկվելու են հետագա ճեղքման արդեն 12 մատնյա աղյում եւ այստեղ ամիլազ ֆերմենտները օլիգոսախարիդները վերածելու են մոնոսախարիդների, տվյալ դեպքում գլյուկոզի։ Այս գլյուկոզը, որը արդեն իրենից ներկայացնում է մոնոշաքար կամ պարզ օրգանական նյութ, մտնելու է արյան միջոցով մտնելու է հյուսվածք եւ իհարկե բջիջներում սկզբում ցիտոպլազմայում գլիկոլիզի արդյունքում սինթեզելու է 2 մոլ AF, ապա միտոքոնդրիումներում իրականացնելու է շնչառությունը, որտեղ արդեն առաջանալու է ավելի մեծ քանակությամբ AF, 36 մոլ AF, քան ցիտոպլազմայում։ Այս ընթացքում, ինչպես նկատեցիք, անջատվում է էներգիա եւ որպես վերջանյութ միտոքոնդրիումներում օքսիդային ֆոսֆորիլացումը ավարտվում է CO2-ի առաջացմամբ։ CO2-ը հետագայում ընկնում է արյան մեջ նորից եւ իհարկե հավաքվելով մեկ վայրում, մեր թոքերում, դուրս է գալու արտաշնչման ժամանակ արտաքին միջավայր։ Իհարկե այս մասին մենք ավելի խորը կուսումնասիրենք AF-ի սինթեզ թեման ուսումնասիրելու ժամանակ, իսկ հիմա ուղղակի ներկայացնեմ ձեզ ընթացքը, թե ինչպես պոլիսախարիդները մտան մարսողական ուղի, ենթարկվեցին ավելի փոքր մասնիկների առաջացմանը եւ ապա մոնոսախարիդները մտնելով հյուսվածքներ, արդեն հենց հյուսվածքում իրականացրեցին իրենց վերջնական ճեղքումը։ Ստացվում է, որ քիմիական էներգիան, որտեղ առաջնային դեր ունի մեր սննդի քիմիական էներգիան, որտեղ առաջնային դեր ունեն ածխաջրերը, մտնելով օրգանիզմ վերափոխվելու է AF-ի էներգիայի, եւ այս AF-ը արդեն օգտագործվելու է մեր նյութափոխանակության գործընթացների համար։ Որպես վերջանյութ դուրս է գալու ածխաթթու գազը, ջուրը եւ իհարկե ջերմություն։ Որպես վերջնական լրիվ ռեակցիա ներկայացնեմ ձեզ ուրեմն AF-ի սինթեզի լրիվ ամբողջական գումարային ռեակցիան եւ անցնենք առաջ։ Քանի որ նյութափոխանակության արդյունքում օգտագործելու ենք AF-ը, այն պետք է ճեղքվի։ Ինչպես տեսնում ենք, մեր եռֆոսֆատը միանալով ջրին առաջացնելու է ադենոզին կրկնաֆոսֆատ եւ օգտվելու է 1 ֆոսֆորական թթվի մնացորդ։ Այստեղ ի շնորհիվ բացասական լիցքավորման թթվածինների շատ հեշտ մակրոերկի կապերը ճեղքվում են, պոկելով 1 ֆոսֆորական թթվի մնացորդ։ Եվ հետո արդեն հնարավոր է երկու տարբերակ։ AKF-ն կարող է նորից վերամիավորվել H3PO4-ի հետ առաջացնելով AF եւ կարող է իրեն միացնել ջուր եւ պոկել կրկին անգամ 1 ֆոսֆորական թթվի մնացորդ, այս անգամ վերածվելով AMF-ի կամ ադենոզին միաֆոսֆորական թթվի, որը իր կառուցվածքով նուկլեոտիդ է։ Ինչպես տեսնում եք, AMF-ն կարող է աղբյուր հանդիսանալ նուկլեինաթթուների սինթեզի համար, այսինքն կարող է լիիրավ ծառայել որպես նուկլեոտիդ։ Հիմա խոսենք AF-ի ֆունկցիաների մասին։ AF-ը բջջում հանդիսանում է էներգիայի աղբյուր, ինչպես նշեցի, եւ հասցնում է էներգիան բջջի ցանկացած մաս։ Առաջացնելով AMF-ը, այն նպաստում է նուկլեոտիդների առաջացմանը, միանում է ֆերմենտների ակտիվ կենտրոններին եւ թուլացնում կամ ուժեղացնում դրանց ակտիվությունը։ Եվ AF-ը հանդիսանում է միջնորդ ոչ միայն սինապսներում, այլ նաեւ ազդանշանային նյութ երկու բջիջների միջբջջային փոխազդեցության ժամանակ։ Ցիկլիկ AMF-ն դեպի բջիջ հումորալ ազդանշանների հաղորդման երկրորդային միջնորդ է հանդիսանում։ Խոսելով եւ ամփոփելով AF-ի սինթեզը եւ ճեղքումը, նաեւ ուզում եմ ձեզ ներկայացնել էներգիայի հոսքը կենսոլորտում։ Ինչպես նկատեցիք, AF-ի սինթեզի համար պարտադիր պայման է օրգանական նյութերի օքսիդացման էներգիան եւ առաջին որպես էներգիա ծառայելու է AF-ի սինթեզի համար արևը կենսոլորտում։ Արևի էներգիան պրոդուցենտների, որոնք իրենցից ներկայացնում են ավտոտրոֆ, ինքնուրույն օրգանական նյութեր սինթեզող օրգանիզմներ, տվյալ դեպքում բույսերի շնորհիվ արևի էներգիան վերափոխվելու է AF-ի եւ այսպես սննդառական շղթաներում, ես ձեզ ներկայացրել եմ 4 սննդառական շղթա տվյալ նկարում, սննդառական շղթայում սննդի անցմանը զուգընթաց նաեւ էներգիան է
փոխանցվելու դեպի հաջորդ սնման օղակ, եւ արդյունքում մենք ունենալու ենք էներգիայի հոսք սկսած պրոդուցենտներից մինչև ռեդուցենտներ։ Սակայն նշեմ նաև, իդեպ բավականին շատ են 5-րդ բաժնի թեստերում էներգիայի հոսքի եւ էներգիայի շրջապտույտի համեմատությունը եւ դրանց հարցերը, նշեմ, որ էներգիայի հոսք կենսոլորտում կա, քանի որ մենք ունենք արևի էներգիայի վերափոխում AF-ի էներգիայի, սակայն չունենք էներգիայի շրջապտույտ, քանի որ առաջացած AF-ը չի կարող վերածվել նորից հակառակ ուրեմն արևի էներգիայի։ Ստացվեց, որ մենք ունեցանք որպես առաջին էներգիայի աղբյուր արևին եւ արևի էներգիան վերափոխեցինք քիմիական պոտենցիալների էներգիայի կամ AF-ի էներգիայի։ Շնորհակալություն հարգելիներս, հուսով եմ կարողացա պատասխանել ձեր բազմաթիվ հարցերին, որոնք ուղղված էին այս թեմաներին։ Եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ անպայման տարածեք, որպեսզի ավելի մեծ քանակությամբ աշակերտներ կարողանան միանալ եւ մասնակցեն մեր ուսումնական process-ին։ Եթե ձեզ դուր եկավ, խնդրում եմ նաեւ հավանել տեսադասը եւ սպասել հաջորդ տեսադասերին։ Շնորհակալություն։